Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ես խոսում եմ ձեզ հետ որպես երիտասարդ, որպես կին և որպես մայր, ով ինչպես բոլորդ երազում է ապրել կայուն, խաղաղ, զարգացող և բարեկեցիկ հայրենիքում, երջանիկ և արժանապատիվ կյանքով։ Սակայն ես ունեմ մի համոզմունք, որ որևէ գիտակից և մարդկային հատկություններով օժտված անհատ չի կարող իրեն երջանիկ զգալ, եթե նա ապրում է դժբախտ հասարակության մեջ։ Սիրելի հայրենակիցներ, նայեք ձեր շուրջը ապրող մեր հայրենակիցներին, նայեք եռաբլուրում օր ու գիշեր արտասվող որդեկորույս մայրերի աչքերի մեջ, խոսեք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, որոնք կորցրել են իրենց հայրենիքը, կորցրել են իրենց տունը և իրենց հարազատների գերեզմանները, խոսեք այսօր տնտեսական դժվարությունների առջև կանգնած մեր հայրենակիցների հետ և հարց ուղեք ինքներդ ձեզ, արդյոք մենք այսօր ապրում ենք երջանիկ հասարակության մեջ։ Իհարկե ոչ, որքան էլ որ այս իշխանությունները փորձեն նման պատրանք ստեղծել, փառատոններ, համերգներ և շոուներ կազմակերպելով։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն սրտիկներ և սիրո խոստովանություններ անելով չի շրջել Հայաստանի փողոցներում, բայց նաև որևէ իշխանություն այսպես չի ատել և այսքան սուգ ու դժբախտություն չի բերել հայ ժողովրդին, որքան ՔՊ-ի իշխանությունը։ Այո, այս մարդիկ ատում են որևէ մեկին, ով պատրաստ է պայքարել և խանգարել իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը, որովհետև հայ մարդու, պայքարող հայ մարդու գոյությունը անգամ ավելի ակնհայտ է դառնում ՔՊԱ-ականների թշնամու առջև ծնկի եկող և հող հանձնող էությունը։ Սիրելի պայքարի ընկերներ, սիրելի համակիրներ, խավարի մեջ սև բիծը տեսանելի չէ, սակայն երբ այդ սև բծի վրա լույս ես պահում, այն ավելի տեսանելի է դառնում։ Դուք բոլորդ այն լույսն եք, որը բացահայտում է մեր հայրենիքի համար սև բիծ դարձած այս իշխանություններին և որը բերելու է նոր ու լուսավոր ժամանակներ մեր հայրենիքի համար։ Ուզում եմ իմ խոսքը ուղղել իմ սերնդակիցներին, սիրելի երիտասարդներ, ես գիտեմ, որ ձեզանից շատերը այսօր հուսահատված են, շատերը կորցրել են իրենց հավատը ապագայի հանդեպ, սակայն սիրելի երիտասարդներ, այսօր մենք իրավունք չունենք ոչ հուսահատվելու, ոչ հուսալքվելու, մի պարզ պատճառով, որովհետև նահանջելու տեղ այլևս չունենք։ Այո, ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն սրանից շուրջ 100 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացել է դիմագրավել շատ ավելի ծանր օրեր շնորհիվ նվիրյալների սերնդի։ Եվ ես իմ ոգեշնչումը ստանում եմ հենց այդ սերնդից, որի ներկայացուցիչներից էր նաև մեծ պապս, Ալեքսանդր Թամանյանը։ Թամանյանի թողած նյութական ժառանգությունից ոչ պակաս կարևոր է այն, որ նա և իր սերնդակիցները կարողացան իրենց սեփական օրինակով ցույց տալ, որ նույնիսկ ամենածանր և անհուսալի թվացող ժամանակներում կամքի բացառիկ դրսևորումով և մեծ նվիրումով հայրենիքի շենացման գործին լծվելու դեպքում կարելի է բերել այնպիսի փոփոխություն և ստեղծել այն, ինչը դեռ երեկ անհնարին էր թվում։ Սիրելի երիտասարդներ, այսօր հերթը մերն է։ Եկեք լինենք այն սերունդը, որը կփոթորկի բոլոր հայ մարդկանց սրտերը և կբերի նոր արշալույս մեր հայրենիքին։ Եվ ուրեմն միասին կարող ենք, միասին կարող ենք։ Շնորհակալություն։